Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ Վահագն Ալեքսանյան անուն ազգանունով քայլիստը սրտաճմլիկ մի պատմություն պատմեց ազգային ժողովի ամբիոնից, անդրադառնալով 26 տարի առաջ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը տեսանկարահարված մի տհաճ տեսանյութի վերաբերյալ, թե ինչպես է Մանվել Գրիգորյանը մի մարդու վզին ժնջիլ գցել եւ բերում է սենյակ։ Իհարկե Վահագն Ալեքսանյանը ներկայացրեց ընդամենը մեդալի մի կողմը։ Կանխավ նշեմ, որ Մանվել Գրիգորյանի կողմնակիցը չեմ, բազում հարցերում նրան խիստ քննադատել եմ ժամանակին եւ չեմ էլ համարում շատ լավ մարդ, որտեղ շատ լավ մարդը չի կարող իր մոտ աշխատող մարդկանց սրբություն հայոյել։ Բայց խնդիրը մեկն է, ճիշտը մեկն է եւ մենք պետք է այդ ճիշտը բացահայտենք։ Վահագն Ալեքսանյան անուն ազգանունով անձը բացահայտեց, որ ժնջիլը վզին անձը ոչ այլ ոք է, քան ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը, ով 90-ից 94 թվականներին մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին եւ 5 անգամ վիրավորվել է։ Բայց նույն Վահագն Ալեքսանյանը չգիտեց ինչի չանդրադարձավ այս անձի վերաբերյալ համացանցում եւ լրատվամիջոցներում հրապարակված բազմաթիվ սկանդալային եւ խայտառակ տեղեկություններին, որ Աշոտ Իսախանյան անուն ազգանունով ազատամարտիկը նաեւ եղել է գող, նաեւ եղել է քցող, խաբեպա, ստոր եւ տականք անձնավորություն։ Իսկ թե ինչի համար է Մանվել Գրիգորյանը նրա վզին ժնջիլ գցել, ներկայացնեմ համացանցում տարածված տեղեկություններից մեկը։ Ըստ այդ տեղեկության, որը ի դեպ նշեմ, որ սկրին է արել եւ պահել եմ, Աշոտ Իսախանյան անուն ազգանունով այդ ազատամարտիկը գեներալ Մանվել Գրիգորյանից գումար է վերցրել ազատամարտիկներից մեկի ընտանիքին տուն գնելու համար ու խաբել է, տունը չի առել։ Այդ մասին իմացել է Մանվել Գրիգորյանը եւ պատժել է նրան այդ վիճակով բերելով եւ ներկայացնելով այն ազատամարտիկի ընտանիքի անդամներին, ում ինքը խաբել է եւ տունը չի գնել։ Հիմա հարց. մի կողմ ենք թողնում Մանվել Գրիգորյանի անձը։ Մանվել Գրիգորյանը ճիշտ է արել թե ոչ։ Ասեմ ավելին, շատ քիչ է արել, որովհետեւ սրբապիղծ անձնավորությունը փորձել է գողանալ ազատամարտիկի համար հատկացված տունը եւ գողացել է, դրա համար էլ պատժվել է։ Վահագն Ալեքսանյան, ինչ է այդքան շատ անհանգստանում գող, խաբեպա եւ ստոր ազատամարտիկների համար։ Եթե ինքը ազատամարտիկ է, ուրեմն ինքը ինդուլգենցիա ունի, որ ինչ ուզենա անի, այդ թվում հանցագործություններ, եւ ոչ ոք պետք է այդ մասին չբարձրաձայնի ու չպատժի։ Մանվել Գրիգորյանը քիչ է արել դրա գլխին, ավելին պետք է աներ։ Եվ երբ որ պատմություններ ես պատմում, ամբողջը պատմի, թե Մանվել Գրիգորյանը ինչի համար է դրա վզին այդ ժնջիլը գցել։ Էլի եմ կրկնում, Մանվել Գրիգորյանի կողմնակիցը չեմ եւ չեմ էլ համարում նրան լավ մարդ, բայց ճիշտը մեկն է եւ այդ մեկը պետք է բացահայտել ամբողջությամբ։ Այնպես որ ինձ թվում է Աշոտ Իսախանյանի անձի մեջ Նիկոլենք նոր հերոս են փնտրում։ Իրանց մեծ մասը այս կարգի ու կարգավիճակի մարդիկ են։ Իսկ Մանվել Գրիգորյանին վարկաբեկելու փորձը ներկայացնելով այս տեսանյութը էլ ավելի է բարձրացնելու նրա ռեյտինգը, քանի որ բացահայտվում է, թե Մանվել Գրիգորյանը իրականում ում է պատժել։